Ողջույն, Ռեոփնի եթերում ամփոփում ենք հոկտեմբերի 22-ը։ Վրաստանում ընթացող Մետաքսի ճանապարհ համաժողովում վարչապետ Փաշինյանը հայտարարել է. Հայաստանը պատրաստ է անհապաղ ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան եւ հակառակ ուղղությամբ Հայաստանի տարածքով։ Վաղար շաբաթ խոշորացված համայնքում պաշտոնապես մեկնարկել է ավականու ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև նոյեմբերի 14-ը ժամը 24-ը։ Ավականու ընտրություններին մասնակցելու է 8 քաղաքական ուժ։ 102 տարեկանում կյանքից հեռացել է Շարլ Ազնավուրի քույրը Աիդա Ազնավուր Կարվարենցը։ Նա կհուղարկավորվի ընտանեկան դամբարանում իր ընտանիքի անդամների եւ ամուսնու կողքին։ Երևանի Աչափնյակ եւ Մալաթիա Սեբաստիավարչական շրջանների Լենինգրադյան փողոցը կանվանափոխվի Քրկ Քրքորյանի անունով։ Որոշման նախագիծը Երևանի ավականու նիստի օրակարգում է։ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի ղեկավարների Բուդապեշտում նախատեսված գագաթնաժողովը հետաձգվել է այն բանից հետո, երբ Մոսկվան մերժել է Ուկրաինայում անհապաղ հրադադար հաստատելու առաջարկը, հարցականի տակ դնելով բանակցային գործընթացի հեռանկարները։ Թրամփը ստացել է Նիքսոնի հիմնադրամի խաղաղության ճարտարապետ մրցանակը, որը տրվում է նրանց, ովքեր մարմնավորում են Նիքսոնի ողջ կյանքի նպատակը ստեղծել ավելի խաղաղ աշխարհ։ Չնայած հոկտեմբերի 10-ից գործող հրադադարի ռեժիմին, Գազայի առողջապահական մարմինները հայտնում են, որ հրադադարի հաստատումից ի վեր իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 87 պաղեստինցի։ Այսօրվա նորություններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևելով մեր լրատվական թողարկումներին։ Ես Մերի Դանիելյանն եմ։ Ցտեսություն։